Բարև ձեզ, ես Մանուկյան Նարեկն եմ։ Այսօր ես ձեզ համար կկարդամ Ղազարոս Աղայանի «Մարդն ու Շերամը»։ Շերամը մետաքս է շինում և գույնզգույն կոկոները կախ-կախում կաղնու թարմ ոսկերից կապած խուրձի վրա, իսկ սարդը տան մի անկյունը քաշված իր ցանցն էր շինում, հյուսում և ծիծաղում Շերամի վրա, ասելով. «Շերամ, եղբայր, գոհ շատ դանդաղ ես տանում քո գործը և շինածդ էլ մի բանի նման չէ, բայց ես նայիր տես ինչ գեղեցիկ բան եմ շինել և տես ինչքան երկար են իմ թելերը»։ Շերամը պատասխանեց. «Սարդ եղբայր, դու գիտե՞ս ինչ կնշանակե բարություն»։ Ոչ, չգիտեմ։ Այդ նրանից է, որ դու շատ չար ես, քո գործն էլ չարության գործ է։ Դու քո երկար թելերով մի թակարդ ես ցանցում, որ անմիտ ճանճերին որսած և ծծես նրանց արյունը, իսկ իմ գործը բոլորովին ուրիշ բան է, սարդի բնությունից և խելքից վեր է։ Շերամն ու մեղուն են բարության նշան, իսկ սարդն ու բրեդը նշան չարության։ Քնքուշ Շերամի պես եղիր անարատ, թեկուզ չար սարդերը ծիծաղեն վրադ»։